Ծննդի տոնը նշվում են բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Քրիստոնեության վաղ շրջանում այդ տոնը նշվել է նոյեմբերի 6-ին, Քրիստոսի սուրբ մկրտությամբ հետ միասին։ Սուրբ ծնունդը հրաշք գիշեր, սիրո ու մահու։ Ավետարական եկեղեցին նշում է այս տոնը փետրվարի 14-ին, Քրիստոսի ծննդից 40 օր հետո։ Դիակոնթաղաճ նշանակում է Տիրոջը ընթաղաճ եւ խորհրդանշում է քարոզություն արական մանուկ։ Հիսուսի ընծայումը տաճարի ժողովրդի մեջ առավել տարածված է տրնդեզը, որը նշանակում է Տերը ընդդիծեց։ Որը ձևավորում է մարդու աշխարհայացն ու վարքագիծը։ Այն կարող է ունենալ աստվածություն, սուրբ գրքեր և ծիսակարգեր։ Մեր կրոնը քրիստոնեությունը ձևավորում է մարդու աշխարհայացնող վարքագիծը։ Սուրբ Էրմիածնի մայրտաճարը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղաշապատ քաղաքում։ Ըստ գիտնականների Անտիկ Հայաստանի առաջին մայրտաճարն է, բայց ոչ առաջին եկեղեցին, եւ համարվում է աշխարհի ամենահին մայրտաճարներից մեկը։ Սուրբ Գարա եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, գտնվում է Էջմիածնի մոտ։ Հայկական ճարտարապետության վաղ շրջանի կարևոր հուշարձաններից մեկն է։ Հերաքելական եկեղեցու պատմության մեջ ունի կարևոր նշանակություն, քանի որ աջակցվում է Գյանես Սուրբի սպառնության հետ։ Սուրբ Պրինցիպն եկեղեցին հայկական շարժոր եկեղեցիներից մեկն է, որը գտնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Եկեղեցին գտնվում է Հայաստանի Վաղաշապատ քաղաքում։ Սուրբ Աստվածային Մայր եկեղեցի կամ Սուրբ Յոթվետ եկեղեցի։ Այն գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Գյումրի քաղաքում։ Այն կառուցվել է 1874-1886 թվականներին եւ գտնվում է քաղաքի կենտրոնում։ Գյուղը արդարացրաբարձր նվող 40 մետր բարձրությամբ գտնվում է Սուրբ Ամենափրկի եկեղեցին, որը հիմնադրվել է 1976 թվականին եւ եկեղեցաշինական աշխատանքները տիրապետել է մեր վարպետ Հադրուս Սարգսյանը։ Եկեղեցին 1986 թվականին կառուցած դիմակայել նոր երկրաշարժում, բայց ցավոք 1988 թվականին չկարողացավ դիմակայել Սպիտակի երկրաշարժներին, որին հավասարվեց կեսից ավելի, բայց իշխանությունը որոշեց 1914 թվականին եկեղեցին ամբողջությամբ Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Արարատի մարզի Մանուաշեն գյուղում։ 2001 թվականին սկսել է կառուցումը եւ 2002 թվականի նոյեմբերի 4-ին ավարտվել է եւ այդ ժամանակ օծել է Գարեգին Վեր Ներսես կաթողիկոս։ Լեզուն հաղորդակցության միջոց է։ Այն օգնում է հասկանալ մարդկանց եւ շփվել նրանց հետ։ Տարերի գյուտը տեղի ունեցել 405-406 թվականներին։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Եթե չլինեին տառերը, մենք չենք կարողանա գրել, կարդալ եւ կմնայինք անկիրք։ Սիրելի հյուրեր եւ մանկաբարձներ, մեզ համար կարևորագույն հիմնախնդիրներն են վեր հանել եւ այս խնդիրները ներկայացրել ենք պետական կառույցներին։ Այցելել ենք ազգային ժողով։ Ազգային ժողովը գրողի ներկայացնական մարմին է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ձևավորված։ Երբ այս մասին խոսեցինք ազգային ժողովում, մեզ ասեցին, որ ասվածը շատ աջակերտներ է բարձրացել, բայց զուսման ուղիներ չառաջացեց։ Մասին խոսացած համայնքապետարան։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Այցելել ենք բազմաթիվ եկեղեցիներ, հանդիպել ենք Սուրբ Գևորգ եկեղեցում քահանա Տեր Ղազարի հետ։
կարևորագույն բան, որ հայ ինքնության պահպանման և ֆունդամենտալ դաստիարակությունը պետք է սկսվի օրոցից և ընտանիքից։ Պետությունը և եկեղեցին պետք է ամենօր աշխատանք կատարեն այս գործում և սերտորեն համագործակցեն։ Մեր համար առանձնացել են կարևորագույն հիմնախնդիրներ և ներկայացրել և առաջարկել են պետական մարմիններին, բայց մեզ հիմնավորված պատասխաններ չեն տվել։ Մենք պետական կառույցներին ներկայացրել ենք մեր հիմնախնդիրները, որոնցից են հայ եկեղեցու պաշտպանության առարկաները դուրս են եկել հանրակրթական դասերի ցանկից։ Առաջարկվեց, որ օրենքում փոփոխություն լինի և դասաժամերը սկսեն տևնական աղոթքով։ Դրա մասին նաև խոսել են քահանայի Տեր Ղազարի հետ։ Ինչու օրենքով, որտեղ պարտադիր լինի բոլոր աշակերտների համար, տաներ ինքնությունն է։ Առաջարկում ենք միանալ համազգեստների գաղափարը, որը գարինի մեր խորհրդանիշ մասի սարը, բանի ասորմագործությամբ։ Առաջարկում ենք լինի ազգագրական պարերի դասաժամեր, որ ավելի խորքային ուսումնասիրեն պարի պատմությունը և դասավանդվի բոլոր դասարաններում։ Մեր կարևորագույն առաջարկում է, որ բոլոր դպրոցներում ցեղասպանության դասեր անցկացնեն ցեղասպանության հակառակ և քայլում ենք ցեղասպանության թանգանով և տեղափոխվենք 1915 թվական մեր պատմական արմատներ։ Ցեղասպանությունից փրկված մի բազմաթիվ հայ աշխարհ կարծես մեզ են խոսում են և ասում չթողեք մեզ մոռանալ։ Շատ կարևոր է պետության, եկեղեցու, համայնքի ղեկավարության, հայ ինքնության և հայապահպանման գործում։ Ես դառնալով պատգամավոր ու ընդունելով այնպիսի օրենքներ, որտեղ ֆունդամենտալ կտեսնեն հայ ինքնության երեք Ես դառնալով համայնքի ղեկավար ալական և նպատակս մեկն է զարգացնել հայ մշակույթը։ Ես ուղղակի զինվոր եմ դառնալու ու ամբողջ պարելը մեր սահմաններ։ Մենք հայեր ենք դառնալու և օրորոցից ենք սերմանելու մեր երեխաների մեջ կրոնը և հայրենասիրությունը։ Իմ ինքնությունը իմ կրոնն է։ Իմ ինքնությունը իմ այլենին է։ Իմ ինքնությունը իմ մասի սարն է։ Իմ ինքնությունը իմ այլ գաղափարն է։ Իմ ինքնությունը Տիգրան մեծն է։ Իմ ինքնությունը Գարեգին Նրդերն է։ Իմ ինքնությունը իմ Անդրանիկն է։ Իմ ինքնությունը Վազգեն Սարգսյանն է։ Անուններ ուզած ինչ հարցես ծանոթիվ մասը։ Անկախություն բացարձակաշեց և անգամ այս ծանրակրթությունների գետև անգամ այս ծանր կեցաներով անկախությունը քնական կանիչ։ Ամատ շարժերով մարդով ապրել ծանրերով սիրելուպես բանը։ Իմ ինքնությունը աննա հերոսներն են։ Իմ ինքնությունը ծիծաղնակաբաշն է։ Իմ ինքնությունը այն ու Հայաստանն է։ Մենք սիրում ենք մեր հայրենիքը, հավատալու ենք մեր կրոնին, լեզվին և ամուր պահելու ենք հայոց աշխարհը և հայրենիքը։ Հայ ենք մենք, հայ ենք մենք, հայ ենք մենք, ետեր ենք կան ու միշտ շատանանք։ Shake my knee, my
Նախագծային աշխատանքս մեր հիմային աշխատանքը երեխաներիս է, ամիսների կատարված չարչարանք էր, ուզում էի, որ կյանքի կոչվեր, մեր դժվարությամբ դեռ դեռևս ես սա ասել եմ կոլեկտիվից, ես այս նախագծային աշխատանքը գովես չեմ համարում քարնեցի, բայց գացի, որ ստացվեց նախագծայինս, երբ որ երանդրում էր, երբ որ ծիծեռնակապետում էր։ Երեխաներս մեր ֆունդամենտալ զգացի, որ իրենց գեներում, իրենց արմատներում հայի ինքնությունն էր։ Երբ որ հերվից էի գիտում, որ տղաներս մոտենում էին հերթով, խորին հարգանքով, մեր հերոսների շիրիմներին, երբ որ հայտս մոտեցավ, խոնարհվեց համբուրեց Մոնտեի շիրմաքարը և այսպես։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պետական կառույցներին, որ մեր խնդրանքները չմերժեցին։ Առանձնագին ուզում եմ շնորհակալություն հայտնել Մասխոշահար սոցիալական ղեկավար Դավիթ Համբարձումյանին, ինչու մեկնաբանեմ, որովհետև 2.5 ժամ խոսեց երեխաներիս հետ, խոսեց և հարցից հարց էր ծնվում և խորքային խոսում էր հայ ինքնության մասին, պետականության մասին և ինքնանպատակ չէր, որ Վահես ասեց, եկեք հարցությունից տվեք, ես ուզում եմ, որ լինեմ համայնքի ղեկավար և պետք է շենացնեմ, այսինքն ծաղկացնեմ և խորապես պահպանեմ հայի ինքնությունը ու զարգացնեմ։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ իմ ծնողներիս։ Իմ նախագծային աշխատանքը իրականություն չէր դառնել և իմ ծնողներս իմ կողքին չէր լինի։ Այս ամենը ինչ որ տեսա, իմ ծնողներիս հենարանն էր ինձ և իրենց ժառանգների։ Մենք բոլորս հայի ինքնություն ենք, հայի ինքնություն շարունակողներն ենք։ Ես վստահ եմ, որ իմ երեխաներս հայի ինքնության կերտողներն են։
եւ պահպանողներին։ Եվ նաեւ այնպեսի սերունդ պետք է դաստիարակեն, որ հայի կարողանան իրենց ժառանգները, ինչպես իրենք են պահպանում հայի ինքնությունը, այնպես էլ պետք է պահպանել իրենց ժառանգները։ Այսքանից շնորհակալ եմ բոլորիցս։